Վարչապետը այս կիրակի չի մասնակցի պատարագի։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն է, պետք է մեկնեմ, շատ շուտ էր պլանավորված։ Ճեպազրույցում ասել է Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին Էջմիածնում այս կիրակի պատարագին մասնակցելու վերաբերյալ։ Ապա հերքել է մամուլում տեղ գտած հրապարակումները, թե arczepiskopos Կճոյանը կնշանակվի տեղապահ։ Ես հստակ ասում եմ, դա իմ որոշումը չի կարող լինել։ Դա եպիսկոպոսած դասի որոշումն է։ Եթե ինձ կարծիք հարցնեն, ես կարտահայտեմ իմ կարծիքը, բայց որևէ թեկնածուի վերաբերյալ կարծիք հայտնելը կնշանակի խախտել այն սկզբունքը, որ ես չեմ խառնվում այդ գործերին, հավելել է Փաշինյանը։ Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է քրեաիրավական գնահատականի, անդրադառնալով եպիսկոպոսների քաղաքացիներին այսօր մայրաթոռ հրավիրելուն հաջորդած հայտարարություններին ու սոցցանցերում որոշ օգտատերերի սադրիչ եւ իրավիճակը թեժացնող գրառումներին հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը, հորդորել մայրաթոռում զերծ մնալ սադրանքներից։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի։ Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։